Ողջույն հարգելի հեռուստադիտող, ժողովրդական երգի ուղին է Շանթի եթերում։ Տաղավարում է ժողովրդական երգիչ նախագծի 4-րդ եթերաշրջանի մասնակից Նշան Մանուչարյան։ Բարի երեկո Նշան։ Վստահ եմ քո երկրպագուները հիմա շատ ուրախացան քեզ տեսնելով, ինչպես է շարունակվում քո կյանքը նախագծից հետո, ինչով ես զբաղվում այժմ։ Նախ շատ ուրախ եմ, որ գտնում եմ Շանթ հեռուստաընկերությունում եւ իմ շնորհակալությունն եմ հայտնում Շանթ հեռուստաընկերությանը այսպիսի հնարավորություն ընձեռնելու համար, որպեսզի գանք մասնակցենք ժողովրդական երգիչ նախագծին եւ մեր երգը փոխանցենք մեր հանդիսատեսին, մեր ժողովրդին։ Այժմ ինչով ես զբաղվում, շարունակում ես երգել։ Ինչպես միշտ երգով, այո։ Շատ լավ է։ Հիշում ես քո առաջին երգը նախագծում։ Առաջին գալայի ժամանակ շատ մեծ պարտավորություն վերցրեցի ինձ վրա։ Դե բնական է, գիտես որ պետք է դուրս գաս երգես, այդ անկախ իրանից այդ պարտավորությունը ծոր ավելի ամեծանում, որը խանգարեց։ Խանգարեց։ Խանգարեց երգիս, այո։ Սիրուններ մի քնեղանա, այս երգի մասին է խոսքը Աշոտ Շերամի երգացանկից։ Ինչպես այն կերգեիր այսօր, որ ասում ես հուզված էի ու խանգարեց հուզմունքը։ Իսկ այսօր։ Կարծում եմ նենց չեմ երգի, ոնց հիմա կերգեմ։ Ասենք մրցույթից դուրս։ Այժմ դու ունես Որտեղ տարբեր է մրցույթ, մեկ էլ ասենք մրցույթից դուրս դրանք տարբեր ըստ ինձ։ Հիմա մենք մրցույթում չենք եւ դու ունես հնարավորություն ցույց տալ բոլորին, թե ինչպես կերգեիր։ Ես հիմա կերգեմ։ Շատ։ Սիրուններ մի քնեղենա, որ ես իմ յարին եմ գովում, Սիրուններ մի քնեղենա, որ ես իմ յարին եմ գովում, դուք իմ դարդը չեք իմանա, էլի յարիս եմ գովում, էլի փերիս եմ գովում, Սիրունիկ յարիս եմ գովում։ Շատ գեղեցիկ ձայն ունես, շատ գեղեցիկ կատարում ես, շնորհակալություն։ Ինչպես նկատեցիք, ի սկզբանե Նշանն աչքի ընկավ յուրահատուկ տեմբրով։ Նրա ձայնը համեմատեցին Զուլալ աղբյուրի հետ, պարզ եւ չաղավաղված։ Աշուղ, կյանք տուր, կյանք առ։ Կյանքիդ մատաղ սիրո դիպար, այս երեկո ինչու դու իմ սրտին դիպար, չէ որ երջի սիրտը սրտին եմ անուլք է, սերես տվեր էլի սիրուտ կարոտում եմ, կյանք տուր կյանք առ աչքեն էդ վարունք են էդ կամար, սեր տուր սերար երգում եմ քեզ աննման յար, կյանք տուր կյանք առ աչքեն էդ վարունք են էդ կամար, Սեր տուր սերար երգում եմ քեզ աննման յար Թե գալու է սիրով արի սրտով արի Թուխ մազերը փրիր կրծքիս մխիթարի Ամեն մեկը ոսկել արես այս կամանչի Հնդիր վարդես հայրենական բավ ու բաղջի Կյանք տուր կյանք առ աչքեն էդ վարունք են էդ կամար Սեր տուր սերար երգում եմ քեզ աննման յար Կյանք տուր կյանք առ աչքեն էդ վարունք են էդ կամար Սեր տուր սերար երգում եմ քեզ աննման յար Աշոտ յարի սիրուն սիրտես ով է, գիտեմ նրա սիրտել սիրո անտարծով է, ձեփյուրի հետ երգես եթե նրան հասնի, մոտ կգամի համբույր կտա թե խռով է, կյանք տուր կյանք առ աչքեն էդ վարունք են էդ կամար, սեր տուր սերար երգում եմ քեզ աննման յար
Անկար աչքերդ բարուք ենդ կամար Սեր դու սերար երկում եմ քեզ աննման յար Կարծում եմ ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ դու շատ լուրջ ես Բեմում ևս, կյանքում ևս Եվ այս կատարումից հետո վերջապես նկատվեց ժպիտդ, կարծես մի քանի շարժում էլ փորձեցիր անել պարային Ինչպես այդքան լուրջ, մտազբաղ ես միշտ Իմ շպիտը իմ տրամադրությունից է, ես տրամադրություն չեմ ունենում Իմ տրամադրության հետ ամեն ինչ կապված Ավելի հաճախ լինում ես անտրամադիր, թե պարզապես մտազբաղ ես լինում Շատ քիչ անտրամադիր Որովհետև ես ևս քեզ հիշում եմ, որ դու Ինձ թվում է տենց մարդ չկա, որ չմտածի, ինչ-որ մտազբաղ չլինի Բարի Նշանը առաջ ընթացավ ոչ միայն իր անկեղծության և հետաքրքիր ձայնային տվյալների շնորհիվ, այլև մի կարևոր հատկանիշի շնորհիվ։ Նա հետևում էր խորհուրդներին։ Դիտենք ևս մեկ կատարում, ժողովրդական երգ մշակումը Խաչատուր Ավետիսյանի, Յար քո բարակ բոյին մեռնեմ։ Կյանքի տարևիտ մատաղ, կանաչ տերևիտ մատաղ, յարքու բարակ բոյին մեռնեմ, չէ դու կասեիր քեզ կառնեմ, յարքու բարակ բոյին մեռնեմ, չէ դու կասեիր քեզ կառնեմ Նամակով հիշել էիր Ղնկած պանևիտ մատաղ Յարքու բարակ բոյին մեռնեմ Չէ դու կասեիր քեզ կառնեմ Յարքու բարակ բոյին մեռնեմ Չէ դու կասեիր քեզ կառնեմ Մազերդ ոլորել ես, ինքերդ բոլորել ես, յարքու բարակ բոյին մեռնեմ, չէ դու կասեիր քեզ կառնեմ, յարքու բարակ բոյին մեռնեմ, չէ դու կասեիր քեզ կառնեմ Երթամ ընկնիմ ես սարուձոր իմ յար խորոտ է կուջոն Բերեմ քեզի կարմիր խրձոր, քեզի բերեմ սարաջոն Բերեմ քեզի կարմիր սորեն, քեզի բերեմ շորեն խազ Որ դու հապնես երթամ չորեն, ընցի մի հատ բակն տան Աշուն կամարով, կպսակենք մենք անպաճար, անուշ երկով ու տավոր Բերեմ քեզի կարմիր սոնեն, քեզի բերեմ շորեն խազ Որ դու հապնես երթամ չորեն, ընցի մի հատ բակն տաս Յարքու բարակ բոյին մեռնեմ, չէ դու կասեիր քեզ կառնեմ Հիշում ես այս ելույթից հետո ժյուրին ասաց, որ դու կարծես կինդեր սուրպրիզ լինես, ոչ երբևէ հնարավոր չէ կանխատեսել, թե ինչ կարող է քեզնից սպասել։ Կյանքում էլ ես այդպես անակնկալներով լի։ Լինում են անակնկալներ, այո, բայց քիչ։ Չի ասի
միշտ անակնկալ, որովհետև եթե ասում ենք անակնկալ, ինքը հասկանում ենք մի անգամ, անակնկալ լինում է մի անգամ, ասենք էս։ Որն է քո կյանքի ամենամեծ անակնկալը, կամ նախագծում, կամ նախագծից դուրս։ Իմ ամենամեծ անակնկալը, որ ես մասնակցեցի նախագծին եւ մասնակցեցի գալաներին։ Համարում ես մեծագույն հաջողությունը դեռ եղած նախագիծը։ Այո։ Հուսամ, որ հետո ես էլի եմ մասնակցել մրցույթների Կոմիտասի 140-ամյակի նվիրված, իհարկե ոչ եթերային, կարող եմ ասել իմ առաջին մրցույթներ եթերային տարբերակով, այո։ Այս ելույթի ժամանակ դահլիճում նստած յուրաքանչյուր ոք իրեն մուսա զգաց։ Ակնհայտ առաջընթաց, հայկական կոկիկ խաղիկներ, պիանոյից հրաշալի կրեշենդոներ, կարճ ասած գերազանց կատարում։ Աշուխ Շերամ, դու իմ մուսան ես։ Արի համաձայնվենք, որ բարդ երգերը երբևէ ոչ մեկին հենց այնպես չեն վստահվում։ Եթե վստահել են, ուրեմն դու արժանի ես դրան, եւ քո երգած բոլոր երգերն էլ բարդ էին եւ լուրջ պատասխանատվություն էին պահանջում։ Ինչ էիր զգում, երբ քեզ վստահում էին այդ երգերը։ Ես ասեմ, դա հաճելի կամ հոգնել եմ էլի մի քիչ էլ հեշտ բան է երգել, թե։ Ես ասեմ, որ ինձ համար բարդ երգ չկա։ Ես բոլոր երգերն էլ երգում եմ շատ հանգիստ եւ հեշտ։ Այդ ձեր ասած բարդ երգը գալիս է երգչից, թե ինքը ինչ ձև կմոտենա տվյալ բարդ երգին։ Երգչից է այդ։
ինքը, ասենք, կարա լինի բարդ, բայց ինքը նենց հեշտ է, իր հեշտ է։ Միթե կատարողական Բարդը հեշտ էլի, ինչ որ կատարողական առումով մի քիչ ավելի բարդ ու մի քիչ ավելի հեշտ երգեր չկան։ Դե ճիշտ է, ինքը չի կարա լինի սաղ նույն ձևի երգը, ասենք տարբեր չի կարա նույն ձևի գրված լինի, տվյալ այդ աշուղա, գուսանա, չգիտեմ, ինքը չի կարա գրի սաղ նույն ձևի երգերը։ Ճիշտ է, տարբերությունը մեծ է, շատ մեծ է տարբերությունը։ Իսկ այդ տարբերությունը երգելու ընթացքում Բայց ինձ համար ես ավելի շատ նախընտրում եմ դժվար երգերը։ Ամեն մեկը իր տեղ ունի ինձ համար դժվարը եւ բայց ես ավելի շատ նախընտրում եմ դժվար երգերը։ Ինձ ավելի լավ եմ զգում։ Աշխատանք ավելի շատ կա անելու հետ, այդքանով հետաքրքիր է ավելի։ Աշխատանք շատ կա անելու։ Ինչքան էլ ասենք դու մի բանը լավ անես, լավից լավը միշտ կարծում եմ կա այդ։ Դիտեցինք Դունի Մուսանը ստեղծագործությունը, ով է քո Մուսան, ով էր այն ժամանակ եւ ով է այժմ։ Իմ Մուսան իմ տրամադրությունն էր։ Հարցս այլ իմաստուն էր։ Ճիշտ ասած, ես հասկացա ձեր հարցը։ Ինչ որ տենց Սիրտդ ազատ է։ Այո։ Ահա։ Լավ, դեռ ազատ է։ Այո, Հուսով եմ, դեռ։ որ շատ շուտով կհայտնվի այն միակը, որին դու կնվիրես քո բոլոր երգերը, որի համար կերգես բոլոր երգերդ։ Շնորհակալություն։ Նշանին հաջողվեց զարմացնել պրոֆեսիոնալներին։ Ըստ նրանց, սա այն կատարումն է, որը կզարդարի յուրաքանչյուր սայաթնովայական երեկո։ Միջնադարյան տաղաչափությամբ գրված այս բարդ խաղը լսել էին Շարատալյանի եւ Վաղարշակ Սահակյանի կատարմամբ։ Այժմ կլսենք Նշանի կատարմամբ։ Սայաթնովա Դարդմյանի։ Tamam aşklarım
Սով քաշեհաց չտեսնեմ Բոլոր մասնակիցներից դու միակն էիր, ում Սայաթ Նովագետ Իշխան Ստեփանյանը գիրք նվիրեց։ Որտեղ է այդ գիրքը այժմ, օգնում է այն քեզ։ Նախ Սայաթ Նովային նվիրված գալահամերգը բոլորիս համար շատ պարտավորեցնող էր, թե ինձ համար եւ թե մեր բոլոր մասնակիցների համար։ Եվ կարծում եմ, որ կարողացանք հաղթահարել այդ բարդ փորձությունը ինչ ասել է Սայաթ Նովա երկել։ Փորձություն, այո, որովհետեւ ինքը շատ դժվար է իր թե մեղեդիով, թե իր բառերով։ Մի խոսքով պետք է Սայաթ Նովա երկելուց առաջ հասկանաս ինչ ես երգում։ Սայաթ Նովան ինձ համար շատ մեծ աշխարհ է, ասենց կասեմ, ինչ-որ շատ խորիմաստ։ Իր բոլոր երգերի մեջ շատ խորիմաստ բաներ կա, էլի չգիտեմ։ Որևէ բան փոխվում է, մինչ երգել է Սայաթ Նովա ու երգելուց հետո։ Գուցե հասունացում ես ապրում, մի քայլ առաջ ես շարժվում։ Կա նման բան։ Այո։ Վերադառնանք գրքին, որը ինչպես արդեն ասացի, Իշխան Ստեփանյանը քեզ նվիրեց, ինչ է քեզ համար այդ գիրքը։ Այդ գիրքը ինձ համար այդ քայլը։ Նախ ես իմ շնորհակալությունն եմ հայտնում Իշխան Ստեփանյանին, որ նախագծի շրջանակներում ինձ նկատեց եւ նվիրեց ինձ այդ մեծ պատիվը։ Այդ մեծ պատիվը։ Պատվին քեզ արժանացրեց։ Շատ շնորհակալություն, շատ շնորհակալ։ Ընթերցում ես այժմ այն։ Այո։ Օգնում է քեզ։ Ընթերցում եմ, շատ քիչ եմ անկեղծ ընթերցել։ Տեսեք, ասում ենք Սայաթ Նովայի բառերը, ինչ-որ բառերն է, չէ, դժվար, բայց այնտեղ երգը մենք ոնց երգում ենք, ոնց որ մյուս կողմը գրած այդ հասկանալի բառը, որ մենք կարանք հասկանանք այդ։ Ահա, մեկնությունն է, այո։ Այո, ինքը շատ հետաքրքիր եւ շատ հասկանալի գիրք է, որի համար շնորհակալ եմ շատ։ Հուսամ այն քեզ դեռ շատ պետք կգա եւ կօգնի։ Շնորհակալություն։ Այս ելույթը նշանի համար միակն էր այն առումով, որ կոմպոզիտորական ժանրից էր։ Երգը լուսավոր, կատարումը կիրթ եւ սրտանց։ Ես իմ սիրտը քեզ եմ տալիս, Ալեքսեյ Եկիմյան։ Չդնես դու վանդակ, ուրել գնամ, քեզ կմնա, հավատար իմ երկու տակ։
դեմ ես դու բանդակ ուրեր գնամ քեզ կմնա հավատարիմ երկուտա ես իմ սիրտը քեզ եմ տալիս ինչպես գառնան մի Գիտեմ, որ նախագծի ավարտից հետո նաև բազմաթիվ համերգներ են եղել, որոնց մասնակցել ես։ Ինչ համերգներ, որտեղ, եթե կարելի է մի փոքր պատմիր։ Նշեմ, որ վերջերս վերադարձանք Գերմանիայից համերգներով 13 օրով էինք գնացել։ Շատ լավ անցավ։ Իհարկե, ոնց տեղի ջերմությունն է, ասենք, չես կարող համեմատես ընդեղինն ու ստեղինը։ Որն է տարբերությունը։ Տարբերությունը, որ քո հայրենիքում ես, իսկ հայրենիքից դուրս տարբերությունն է դա։ Բայց չէ՞ որ հանդիսատեսը եւ այստեղ եւ այնտեղ հայեր են եւ դրսում հայերը շատ ավելի կարոտած են եւ ավելի ջերմ են ընդունում, չէ՞, թե դա սխալ է, այդպես չի։ Այստեղ հայերը շատ են, իսկ այնտեղ քիչ։ Ամեն դեպքում փաստորեն քեզ համար ավելի հաճելի է երգել Հայաստանում։ Այո, ինչու՞ չէ, Հայաստանից դուրս։ Բայց Հայաստանում ավելի առաջին հերթին Հայաստանում պետք է ինչ-որ բան անես, որ նոր փորձես Հայաստանից։ Շատ լավ, էլ ինչ համերգներ են եղել, որոնց մասնակցել ես, որոնց մասին այժմ կցանկանաս խոսել։ Ասեմ, որ ես երգել եմ Սայաթ Նովա աշուղական երգի վաստակավոր անսամբլում Թովմաս Պողոսյանի ղեկավարությամբ շատ համերգներ ենք ունեցել անսամբլի հետ Ռուսաստանի շրջագայել եք, այո, շրջագայել ենք համերգներով, եղել ենք 14 քաղաքներում 2010 ինչքան հիշում եմ 2013-14 թվականներին եղել ենք 13 և 14 էլի նորից Ռուսաստանի հետ քաղաքներում 14 քաղաք, 12 քաղաք, 11 քաղաք Այժմ մենք ունենք հնարավորություն համերգներից մեկից կատարում լսելու, որը դու կցանկանաս, իհարկե քո ցանկությամբ միայն։ Նշեմ, որ Սայաթ Նովա անսամբլի հետ համերգ ունեցանք Արամ Խաչատրյան մեծ համերգասրահում և ես այդ համերգի ընթացքում երգեցի, համերգի ժամանակ երգեցի Շերամի Մարալջան Հեզարի երգը։ Այժմ ունենք հնարավորություն այս կատարումը դիտելու։ Դիտենք միասին։ Մարալջան Հեզար երգում է Նշան Մանուչարյանը։ Ամեն երեկո, ամեն առավոտ ճամփետ կսպասեմ յար պապակ ու կարոտ ամեն երեկո, ամեն առավոտ ճամփետ կսպասեմ յար պապակ ու կարոտ Անման պեդի ինչու զրկեցիր հողիր ինձ այսպես չիգարս յարոտ չիգարս յարոտ Անման պեդի ինչու զրկեցիր հողիր ինձ այսպես չիգարս յարոտ Մարալջան Հեզարի քիչ-քիչ հմ թեզարի ընձելով յարջունիս ընձելով յարջունիս հեչ-հեչ մի բեզարի հեչ-հեչ մի բեզարի
heçmi bezari Moloruşevar kezem voronu sirte se anverç yar lusmar nitençu Moloruşevar kezem voronu sirte se anverç yar lusmar nitençu Բացի քեզանից ոչ ոք չի կարող մտնի այս պապակ ջիգարիս խորքում ջիգարիս խորքում Բացի քեզանից ոչ ոք չի կարող մտնի այս պապակ ջիգարիս խորքում Maral can hezari Kiç hem tezari Anzelar çuris Anzelar çuris Heç mi bezari Heç mi bezari Heç mi bezari Heç mi Վստահ եմ առաջիկա պլաններ ունես, այժմ կարող ես դրանցից մի փոքր պատմել։ Անկեղծ պլան չունեմ, առաջ Աստված։ Ցանկություններ, ձայնասկավառակ, տեսահոլովակ, համերգներ, որ երբ որ ցանկությունները լինում են, դրանք կամաց-կամաց պլանների են վերածվում եւ իրականում։ Այստեղ շատ մեր երկրում շատ դժվար է։ Շատ դժվար է ձեր ասած կլիպ, ձայնագրություն, փորձել եմ ինչ-որ բան անեմ, բայց ցավոք սրտի չի ստացվել, բայց կաշխատեմ, որ ինչ-որ բան անեմ։ Ձեր ասած պլանը իրագործեմ, փորձեմ։ Դե մի քիչ։ Հուսով եմ, որ կստացվի քեզ մոտ անպայման, եւ վերջին խոսքը հեռուստադիտողին կարող ես ուղղել այժմ։ Ասեմ իմ ժողովրդին եւ իմ հանդիսատեսին, ես ձեզ շատ սիրում եմ, սպասեք ինձ նոր երգերով։ Շնորհակալություն քեզ այսօրվա զրույցի համար, հաջողություն եմ մաղթում եւ առաջարկում եմ դիտել վերջին կատարումը՝ Գարունքները Միսկին Բուրջի։ Գարունքները դուման կուգասարում են, գարունքները դուման կուգասարում են, ես կկայեմ իմ տևածի վարումը, հարսանիքը կլինի ես տարումը, մատիր սարը ձեր տան ճանապարհում է։ Աղջի արի կողոստանա սիրմատավ, ոսկով լիքը ծով է սավա սիրմատավ, աշտարակի խագով ես մա սիրմատավ, արշին ու կես ծամեր ու մա սիրմատավ։ Քանի փուչուներ փոխախում է խալ գցեց, Կոշիկ հակաղ է ոսկեն ալ գցեց, Հարսը դարավ գլխին քիրմա շալ գցեց, Հենց մեծացավ հետս խալ մաղալ գցեց։ Աղջի արի քո խոստանա սիտ մատաղ, Ոսկով լիքը ծով է սավա սիտ մատաղ, Աշտարակի խաղով է սվա սիտ մատաղ, Արշին ու կես ծամեր ու մա սիտ մատաղ։
Ժողովրդական երգի ուղին էր Շանթի եթերում։ Քայլենք այն ուղով, որը մերն է, լսենք այն երգերը, որոնք մաքրում են հոգին։ Կհանդիպենք